Բարև ձեզ հարգելի հետևորդներ, շարունակում ենք մեր հերթական հաղորդումը։ Մինչ բուն հաղորդմանը հասնելը կխնդրեմ ձեզ բաժանորդագրվեք մեր YouTube ալիքին, սեղմ եք զանգակ, դրեք լայք, ինչպես նաև կարող եք կիսվել ձեր ընկերների եւ ձեր բարեկամների հետ։ Կարող եք կիսվել նաև բարձր դասանի երեխաների եւ ուսանողների հետ, քանի որ իմ հաղորդումը զարգացնում է վերլուծելու եւ տրամաբանելու ունակությունը։ Հաղորդումը կսկսեմ շնորհավորելով այսօրվա մեր երկու հայ մեծերի ծննդյան տարեդարձը Կոմանդոսի եւ Շարլ Ազնավուրի, մարդիկ, որոնք հայոց պատմության մեջ կմնան որպես մեծ ատառով հայեր, որոնք հայ ազգի համար հսկայական ավանդ են ներդրել, ոչ թե այս աշկինկած 4 թուրքի լամուկները։ Իմիջիալոց շնորհավորում եմ Տիկին Հասմիկին, նրա որդուն Հայքին, որ Կոմանդոսին ծոր է ծնվել, մաղթում եմ երկար տարիների կյանք եւ հիշեք, որ հայոց պատմության մեջ Արկադի Տեր Թադևոսյանը եզակի մարդ է, որը թողեց իր հետքը որպես իսկական հայ։ Շնորհակալություն։ Հիմա սկսենք հաղորդումը, ամենաառաջինը կսկսեմ հաղորդումից, որ նախ աչքիս ընկավ այն մարդքանից դուրս են գալիս Էդիկ Ղազարյանը նայել է իմ եթերը, լավ էլ ճիշտ մեկնաբանում, չնայած իրան չեմ սիրում Էդիկին, ասել եմ, որովհետև ինքը ուղղորդված սրճական է, ասում է, որ դեռ վարչապետի ոչլապետ կնիկը քնից չի ելել, որ դոգուհին կպնի մեկի ջանին, դե Աննային դոգ ամենաառաջինը ես ասի, հիմա ինչ որ է, ասել ենք չենք ասել։ Հիմա այս փնթին ընկած բոլոր ժողովրդին Ռուսաստանից, Հայաստանից, մանրամասը կպնում, հայույում այս փնթի ոչիլը, այս սիֆիլիստի մենաշնորհը եւ սիֆիլիսի եւ սպիդի բացարձակ մենաշնորհը Հայաստանում, հիմա մեկ օրով հայտարարել են, որ կարճատև հանգիստ են գնում, եկել են Եվրոպա, նկարը գցել է ոչիլ, վիդեոն գցել է, որ ոչիլները բերել են Եվրոպա տարածել այն իր պղծված ընտանիքի հետ։ Ժողովուրդ ջան, երբ որ մարդիկ զգում են, որ երկիրը այս վիճակում է իրանք է թռնելու են, իրանք որպես վիժվածք բազմակի օգտագործման։ Իրանք վերջին ոնց ասում, փրփուրներն են վայելում, այն տիտանիկի մեջ խեղդվողը, որ միլիոնատերը, որ հանուն փող է տալիս մի հատ նավակ ուզի 2 միլիոն, շպրտում է երեսին, ասում է հիմա այս նավակը ավելի թանկ է, քո միլիարդները ու չի տալիս։ Նույնը սրանցն է։ Ինչ ունի սկիզբ, ասել եմ, ունի վերջ։ Այնպես որ Նիկոլին էլ շատ քիչ ժամանակ է մնացել, սա իմիջիալոց ես վաղուց էի ասում, բայց նոր-նորեն ոտի թռե ասում Ռուսաստանի հրամանով, ես որ ասում եմ Նիկոլի վրա արդեն պատվիրած է, շատերը չէ այ ախպեր, բան մեր Պյուտին, մուտին, հիմա արդեն Պյուտինի մարդը եկել է, ինչ են բանակցել, իբր թե Լավրովը երեկասի չի տեսնվել, բնականաբար իմ հաղորդումից ուշ ա եղել, տեսնվել է, ասել եմ չի գնացել Եղեռնի հուշարձան, գնացել է, գրողին չի գնացել, ջհուդը գնացել է հիանա իր պապերի արածով, թքած ունեմ ես Լավրովի վրա է, Պուտինի էլ, Սերժի էլ, Նիկոլի էլ, Լևոնի էլ, Ռոբի էլ։ Եվ այս ամբողջ ասма քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր, երկրի ներսում օրական հարյուրավոր սպանություններ ու մարդասպանություններն ու եսիմ ինչ է կատարվում, պատահարներ, թմրադեղից մահեր, ինքը միջազգային անվտանգություն։ Նիկոլից ինչ միջազգային անվտանգություն, եկել է ասել, որ Նիկոլ խաղեր չտա, ժամանակը տանցել է, կամ հիմա մի հատ անասուն որոշում ես ընդունում թռնես հեղաշրջմամբ արուն հեղելով, կամ է բան, իմիջիալոց Ռուսաստանի պարլամենտը գոստուման ընդունել է որոշում, որ Սովետը պետք է վերականգնի, որ իմ համար ամենածիծաղելի բանն է, Սովետ վերականգնել, դա նշանակում է Ռուսաստանի ավարտ, ժողովուրդ ջան, ավարտ, որտեղ Սովետ վերականգնելու համար Ռուսաստանը պիտի պատերազմ հայտարարի բոլոր հանրապետություններին, բացի իր տակ մտած Ադրբեջանից ու Վրաստանից։ Մնացած բոլորին Ուկրաինայի հարցը չի կարողանում 4 տարի լուծի։ ՆԱՏՕ մտած հանրապետությունների հարցը ո՞նց է լուծել, հա, ասենք Բելարուսը իր տակ պարկած լմլմցնում է։ Ղազախստան, մյուսները, որ արդեն Եվրոպայի հետ են գործ գնում, արդեն որ նույնիսկ փակել են ծրագրերը Ադրբեջան գնացող, ստից Ադրբեջանը տպում թուրքմենական գազը, էսեն, Թուրքմենստանը առաջվա նման Պարսկաստանով, բայց այս անգամ Պարսկաստանով գազը բերում է Հայաստան։ Ղազախստանը եւ մյուս գործիչները շատ ուղիղ ճանապարհներով հրաժարվում են Ադրբեջան-Չինաստան գործարքներից։ Թուրքական ծրագիրը մեռնում է ինչ Սովետին միացնել, հասկանալով, որ վերանում է իր խորթային պան-թուրքիստական ծրագիրը արդեն վաղուց մեռավ, թաղել են հələ վրան քարը չեն դրել, բայց հեսա քարը կդնեն, նկարի վրան լելու է Պյուտինը, Լենինը, սովետական ղեկավարները, Ռոմանովների ղեկավարները միասին ու Էրդողանն ու մնացածը
Աթաթուրքը իրար ծոց մտած, բայց ելնելու է +21 նկարներ, բոլորը իրար այդ օրգիայի մեջ։ Հիմա անցնելու են ուրիշ հարցին, որը չի ստացվելու։ Հիմա այս հերթով Ադրբեջանով եք անցնեն։ Թողնենք Հայաստանը մի հատ մնացածը ներկայացնենք, նոր անցնենք դրսին ժողովուրդ ջան։ Ուրեմն Նիկոլ Փաշինյանի իշխանությունը արդեն փախոստի վրա բացարձակ գնում են հանցագործությանը ժողովուրդ ջան, որ Հայաստանի Հանրապետության մեջ մախինացիաները հասնում են միլիարդների։ Գիտեք ինչ է փախնելու ժամանակ, որ Սաշիկենք գրուզավիկներով ոսկի էին հանում հանքերից սոտքի, չէ՞։ Այդ նույն բանը Ռուսաստան տարան եւ այլն։ Հարց Սաշիկի վրա իբր դատական գործ են դրել, բայց դատական գործները տես շերևում բերթից թողնում են, հետո դատական գործ, կապիկություն։ Սերժին իբր կանչելու են դատի, չկարողացան ապացուցեն հիմա դատ։ Սուտ, փողերը լվացվում է։ Ուրեմն բացի արտաքին պարտքի թալանից, որ 7 միլիարդով ավելացրել են, գոյություն ունի եւս մեկ թալան ներքինը, որը խայտարակ չափերի հասնում։ 270 միլիոնանոց անճշտությունը, դա կոռուպցիա ու խախտում անճշտություն չի։ Ժողովուրդ ջան, Առողջապահության նախարարությունը այն շլդոն, որ մի աշկը հյուսիս մասից Յագուարինձի նման շլդո ջուդի Վաստակը Ավանեսյանը, այն որ նվնվան ձենով հաչում է Լևոնի կնգա ընկերուհու վիժվածք ջհուդը միլիարդներ է տանում, բայց այստեղ մի գործ կա, նայեցի 270 միլիոնը իբր անճշտություն, հա, Ժորժ ջան, 270 միլիոնը համարվում է անճշտություն։ Հիշեցնեմ ձեզ, որ 270 միլիոնը դա անում է մոտավորապես ես ասեմ ինչքանում 400,000 ներողություն 700,000 դոլար փող։ Հիշեցնեմ ձեզ, որ Գերարդ Շրոդերի վրա 300,000 դոլարի վրա, այն է որ երկրից չէր գողացել, Նազարբաևն էր տվել, որ ծանոթացնի եվրոպական ղեկավարները, դատական գործը գնում էր։ 700,000 էս փնթի ոչիլը, էս շլդո վիժվածքը խախտում արե, հետո նորից իբր նորից նայել են, սարքել են 20 միլիոն, հետո կանցնի 700,000-ը սարքել են 50,000, հատը 50,000-ը հետո կանցնի կոպեկները, էլի չհաշված Հայաստանի խայտարակ օթային վիճակը, որտեղ են արաբները դատի են տվել գրզոին, Հայաստանի օթային տարածքը զեղչ են արել, նույնիսկ փող են փոխանցում օտարերկրյա ընկերություններին, որ Հայաստանում մարտան է լինում, ներսինը սկում է, դրսինը ուրախանում է 15-ից 20,000 ամեն ուղևորի հաշվով փող են տալիս, որ Հայաստանում թռնի, բայց ոչ թե իջացնի Հայաստան, այլ տրանզիտի համար, որից Հայաստանը որին օգուտ է ստանում, ոչ մեկ չգիտի։ Տակով, ամեն ինչը տակով, հաջորդը ձյանչիկը, ժամավճար ձյանչիկը հանդիպում գումարով, Էջմիածնի այլասերված ձյանչիկ քաղաքապետի, թվերը հեսա կկարդամ, հսկայական թվեր, ժողովուրդ ջան, դուք չեք պատկերացնի, իբր պետք է հելնի, ասում են 7 օրվա մեջ կհելնի, փողերի թիվն եմ մենակ կարդում, գրված թվերը, ուրեմն տեսեք ինչ թվերի մասին է խոսքես, մարմնավաճառես հանդիպում գումարով պուտանկին 193 միլիոն դրամ ճանապարհների վերականգնումը ընդամենը 450 մետր ճանապարհ արվել Տերյան փողոցի վրա հողեր, հողատարածքներ, ընդհանուր հաշվով 59 անձանց վրա է գրվել, իրենց բիզնեսները գնում է, Հերիքի Կեսարի անունով բենզակալոնկա մարդասպանության հիմա Կիսուրի անունով է փողեր գնում, արագ եմ թերթում, ժողովուրդ ջան, սուբսիդավորման ծրագրերը միլիարդ 172 միլիոնի, միլիարդ 172 միլիոնը, ժողովուրդ ջան, սա անում է 4 միլիոն դոլարից ավելի փող, 4 միլիոնը միլիարդ 600 միլիոնն է Մոտավորապես 4.5 միլիոն, որից համայնքի ներդրումը 762 միլիոնն է, միլիարդի փողեր է, պատկերացնում եք գնում, ես դրամով եմ ասում նաև, ու այսպիսի ֆինանսավորումները, այսպիսի փողերը կորցնում են, վերել են մի հատ հանդիպում գումարով, Նիկոլենկո այդ փողը կորում է, ես ասել եմ, էլի եմ կրկնում, հոգևո Գարեգին B, ուր ես, այդ քաղաքը սարքել են պորնո աստղ, բերել են էժան 130 դրամանոց մարմնավաճառին հանդիպում գումարովի դրել են քաղաքապետ։ Այս 8 տարի է ուր ես մի ձեն չհանեցիր։ Որտեվ դու էլ բիզնեսի մեջ մտար, քեզ էլ ոնց կարային նայես, ստից իրար հետ կռվակ, ամբողջ զով խանութների ցանցը էսեն, կահույքի, լույս խանութների ցանց եւ այլն թալանների մեջ ես դու։ Այս մեր ցավալի իրականությունն է, ժողովուրդ ջան, ցավալի իրականությունը։ Հիմա ասնելու եմ մեկ այլ հարցի որ բանի, ուրեմն հաղորդում ես, որ լավ էլ նայում եք, Խոզ Վահագն Ալեքսանյան ես, ինչ ես, խոզը որ կա Նիկոլի, ասեք, որ նայել եք, բա Քոչարյանին ասում եք, դու 4 միլիարդ ես գողացել,
Բա ասում ես Քոչարյան, դու 4 միլիարդ ես կողացել, 4 միլիարդի համար դատի եք տալի։ Հարց, բայց այսօր ինչ ես էլ ասում 200 միլիարդ փողա պահանջում մեզնից 200 միլիարդ։ Ժողովուրդ ջան, 200 միլիարդ։ Այ լրբի տղա, այ տղա կնիկ չտեսած եկա հորդ, քեզ կրտելու են խոզի պես տանելով եւ վերջում մորթեն, բայց միսը թունավորը տալու են ադրբեջանցիներին։ Բա որ դու ընդհանրապես, չգիտես 200 միլիարդը որտե՞ց։ Բա 32 միլիարդի մի գործով, 25 միլիարդի մի գործով, հայտ եմ տվեք Քոչոյի վրա, բա դատական գործ արեք։ Հելերես էշեշ խոսում ես, հասիվ Նիկոլի նման չեղացի տակը լմլմցնես, իմիջալոց վրե Շարամանյանը, որը Հայաստանի լավագույն սեքսապաթոլոգն է, մի հատ հոդված է տպել, բայց ուղիղ կերպով Նիկոլին չի, բայց ասма կարաս չես եմ ասում, կճուշ դու իմացած, մայ տղամարդը, որը սկսում է գորգռալ, կնոջ պես, խժխժալ, ձեռները շպրտել, ձեռեղացը շպրտել, այդ տղամարդու մոտ սեքսուալ մեծ պրոբլեմ կա, իր մոտ սեքսուալ արժեքը հավասար է 0։ Եվ ապետի Նիկոլի մոտ 0 լինի, որ Աննա մաննավաճառը Հելինգնի ժողովրդի երեսը սպիտը շատացնի Երևանում, հենա գրած 139 հոգով շատացել է։ Աննային կապեք, այն ասածս անեկդոտի պես, Զիդանին թողեք, Բենոյին բռնեք, Բենոյին, հիմի սա է, պատմել եմ ես։ Այն որ գոլ խփելուց մի հատ Բենոյ ալում անընդհատ շփոթվում է Հայաստանա գոլ խփում, Հայաստանի տրիները գոռում է դաշտում ֆուտբոլիստին, արա Զիդանին թողեք, Բենոյին բռնեք, Բենոյին։ Հիմի ժողովուրդ ուրիշ սպիդներին թողեք, Աննային բռնեք, Աննային էտ ավարակում։ Եվ այս ամբողջ գործողությունների մեջ եւս մի թուրքի վիժվածք Մեհեր Գրիգորյանը գնացել է Մոսկվա։ Ինչի է գնացել Մոսկվա Մեհեր Գրիգորյանը, որպեսզի նոր հրաման ստանա ռուս պապաներից։ Ինչի է գնում, այդ ոնց է լինում, որ Հայաստանը Եվրոպա է գնում, բայց Հայաստանի բոլոր պետական պաշտոնյաները գնում են Ռուսաստան լմլմցնելու, հերթական անգամ նվազ ստանալու, ոտի մատները սաունայում տրորելու ու գալու։ Այն ինչ որ ես ասում եմ 100% համապատասխանում է իրականությանը։ Իսկ այն որ չի հավատում, դա իր խնդիրն է, թող ինքը մնա իր սֆերայի մեջ։ Իմիջիալից ասեմ նաև ուրիշ բան, հարգելիներս։ Այսօր աչքիս ընկավ, չնայած ընդհանրապես մարդու տեղ չեն դնում, թող գողաց չլինի, որովհետև ես նման փնթիներին, ովքեր Սերժի տակ պարկած եսի միջեր են արել իրենց աշխատատեղեր ընկել են ջայլ աղջիկների հետևից, բայց որպեսի այդ աղջիկների համար ոչ թե լինեն տղամարդ, այլ լինեն կին, մնացածը չշարունակեմ։ Կանչել են Շանթին ստուդիա, ես ինչքան է Շանթին մեղադրեմ ինչ-որ հարցերում, բայց Շանթին կանչել են ստուդիա, ունեմ ճիշտ ասելու, ես միշտ ճիշտ ասում եմ, Շանթն էլ լսել էր, նեղվել էր։ Շանթ Հարությունյան, ես ասելու ճիշտ ունեմ, ինչը ասել եմ, ինչը չեմ ասել, չեմ ասում։ Շանթին կանչել են ստուդիա, ու Շանթը բանին ասում է, Սերժին ասում է, սուկա, սրանք արի այդ ոնց ես խոսում մեր եթերով, արա այ անհայտ Սերի ներկայացուցիչներ։ Այն Նիկոլի հետ լպստվողներ հետո իբր Նիկոլի դեմ եք դուսեք է։ Նիկոլի տակը չեք, դուք անցի Նիկոլ, լպստվում եք Նիկոլի հետ, հետո ելել եք իբր Նիկոլի դեմ։ Բոլոր ձեր դեպուտան կեքի ու մյուսների պես։ Դուք չեք բերել Նիկոլին, Սերժը չի բերել, ինքն էլ հաստատեց, Քոչանն է հաստատեց։ Այս ինչ կոմիկի բան եք անում, կանչում եք մարդուն ստուդիա, հետո սկսում եք վիրավորել։ Այդ նույն այն մյուս Ռուսաստանեն պուտանքի պես որ կանչեցեն Դավիթ Միրզոյանը, ինչ է, չեմ հիշում, որ իրան համարում են ռեալ նախագահ, հա, տարիքով մարդը հա անկապ բաներ է խոսում, բայց կանչում ես որ ծեծես, ինչ անես, ինքն է հաստատվես, կանչում ես մարդուն խոսալու, վերջում ծեծում ես։ Ոնց որ մենք մեր եթեր հիմա բերենք այդ Մոնչիկին, հետո եթերում քրֆենք բան, ինչ ասես, ասենք ճամփու դնենք, հենալ հենց է կքրֆեմ, էլ խեմ ինքն է հաստատում, ռեյտինգ ես հավաքում, այն է Շանթի հաշվի, արա իմ եթերն է բան, արա որ քո եթերն է, ուրեմն այդ մարդուն մի կանչի, դու երկուսի տակ համ Նիկոլի տակ ես մտած, համ Սերժի տակ, անձի Նիկոլ ես խաղում սուտ, մի կանչի, չէ իրոք Շանթը պրոստը պտի վերցներ միկրոֆոնը համապատասխան տեղդ մտցներ։ Ես չնայած Շանթի վրա չեմ կասկածում, մի գեղեցիկ օր կգա այդ պահը, որ միտեղ կբռնեցնի ցուցադրական կմտցնի, պրոստը պայտակ եթերներ չուզեցավ խոսա, չեք ամաչում արա։ Մարդուն կանչում եք եթեր, հետո սկսում եք արա իմ եթերն է Սերժին, արա չի, արա պապատա, այ համբալ, դու Նիկոլի ու Սերժի տակ պարկած մարդ ես, կանչում ես Շանթին, հա, որ հետո Շանթի վրան ինքն հաստատվես։ Ապուշ են արա սրանք։ Լրիվ գոմիկ փարթեն, մոռացել ես ով ես եղել բանում ոստիկանությունում։ Մոռացել ես աղջիկների հանդեպ ուզել ես աղջիկ ընես, որ այդ աղջիկը տղա լինի, դու աղջիկ բուկետ բերանդ կոնե մի բաց։ Շունին չես հաչեցնում արա։
Այ քեզ բան, ինքնահաստատվելու նոր ձևերը։ Նիկոլից են սովորել, Աննայից են սովորել հայել, այն մի Աննասունից են ռուսական լրպի տղեն, որ կանչեց այդ մարդուն չափարխեց ռուսին։ Ուղղակի отсюда կագեբեիչնիկի լրպի։ Ջիժն է սրանք։ Շանթի ինչն եմ ասել, որ շանթ լսում ես, չէ՞ քո ինչն եմ ասել, որ հելար գնացիր այդ փնտիների մոտ։ Նախ գնալուց պետք է հետդ մի հատ բան տաներ, յոլկա տաներ սուրբ փշերով, որ ամեն, դու գիտեիր, որ Նիկոլի ու Սերժի մարդն է, ինչի գնացիր։ Ամեն սխալ գող ասելուց ասել ֆռար յոլկան մինչև ծերը մտցներ հետևը։ Անցնենք հաջորդ հարցերին։ Երկիրը սարքել է լրիվ լակոտություն, երկրի մեջ ոչ մի բան չի կոնտրոլնում, մարդիկ ընտանիքի անդամ են սպանում, էս են անում, են անում, այ քեզ բան։ Սենց է բան լինի, այ ժողովուրդ ջան։ Անցնենք միջազգային լուրերին, մի քանի լուր ունեմ, շատ հետաքրքիր իմիջիայլոց բոլորիդ համար։ Ուրեմն նավթի գինը OPEC-ը որոշել է լրիվ այն աստիճան գցի, որ որոշ երկրներ ընդհանրապես դուրս կան խաղից։ Սրա ուրեմն հիմնադիրը տակից խաղաց Բրիտանիան, որը ասաց, որ Ռուսաստանի հանդեպ պետք է բարձրանա Բրիտանիան։ Նավթի էմբարգոն շատ խիստ, որպեսզի սև նավերով էլ չառնեն դուրս գան։ Եվ այս ամբողջ գործողությունների մեջ 500% սահմանվի սանկցիա այն բոլոր երկրների հանդեպ 500% տաքս, որոնք Ռուսաստանին կօգնեն որևէ ապրանք վերցնելու։ Գրզո ու Նիկոլ, լացակումած փախեք Պուտինի մոտ, մի հատ մտեք Ալիևի տակը, մի հատ Էրդողանի ու գնացեք գեյ դար Ալիևի մոտ ապրելու։ 500%, իսկ Անգլիան որ որոշել է, դա հետևողական արէ։ Այն մարդիկ, այն անհատներ, այն կազմակերպություններ, այն երկրները, որոնք Ռուսաստանին կօգնեն սանկցիան ազդելու 500% տաքս են վճարելու։ Ձեզ թվում է թե Ամերիկան չի կարողանալու, ձեզնից ստանա։ Կստանային էլ ոնց կստանա։ Այս ժամանակին որ ձև են տվեի փր Քոչարն ու Սերժ ուզում են գրզոյին գցեն, գրզոյին չէին գցում։ Այս ամբողջ պատճառը որ Կռեմլում ուներ թիկունք, որ չէին գցում։ Դրա համար է գրզոն նրանց ժամանակ է հզորացավ այն ժամանակ է, բայց ինչ ունի սկիզբ, ունի նաև վերջ։ Ասեմ ձեզ։ Ինչ վերաբերում է Ամերիկայից լուրերին, լուր ունեմ Ամերիկայից ասելու, որ Ամերիկայից կես միլիոնից ավել մարդ են դեպորտանում, որից 200,000-ը 700,000 մարդ ներողություն, որից 200,000-ը ուկրաինացի են, 500,000-ը Հայիթիի ժողովուրդ։ Ուկրաինացիների դեպորտը ինչ որտեղ հասկանալի է, չնայած Հայիթին է կհասկանան, բայց Հայիթին այն ողբալի տեղն է, որին ընդմիշտ պատժեցին, երեք ես խոսում եմ էլի գաղութների անկախությունից, Հայիթին այն միակ տեղն է, որին պատժեցին նրա համար, որ հեղափոխություն արեցին, Իսպանիային զրկեցին բանից, ներողություն, Ֆրանսիային զրկեցին, Ֆրանսիան է ոնց որ Հայիթին եթե չեմ սխալվում, հա, Ֆրանսիային զրկեցին այդ գաղութից եւ ղեկավար նստավ սև, այ դրա համար են պատժում, ինչպես պատժել են Բոլիվիային, որ ղեկավարները հնդկացի են, Բոլիվիան ամենաաղքատն է, չնայած ամենահարուստ լիթիումի եւ այլ հանքեր ունի եւ մի շարք երկրների։ Իմիջիայլոց ուզում եմ ասեմ, այս դեպորտի համար էլ հենց այնպես չեն դեպորտանում, սրանք պատերազմի հետ կապված բան է, որ երկար է։ Ամերիկայից դեպորտեղած մարդը ոչ միտեղ չի կարալու հանձնել ժողովուրդ ջան։ Մաքսիմում գնա կորած երկիր, իսկ կորած երկիր կգնա, թե չէ ուկրաինացին, սա հարցի մյուս կողմն է, քանի որ Ուկրաինայում շատ տեղեր կան, չեն ռմբակոծվում, որոնք կապ ունեն ջհուդների հետ, այս մասին ես խոսել եմ։ Բարձր։ Իսկ նավթի հարցով ինչի են բանանում, որ նավթի հարցով այսօր մեծացրել են Եվրոպայի տակ մտնելու համար մեծացրել են Ղազախստանի նավթը, Ադրբեջանը չի կարողանում այդ նավթը անի, միջայլոց Իսրայելը հենց այնպես Ադրբեջանի նավթը չկանգնեցրեց, սա կարևոր գործ էր իրար մեջ գտնելու համար, եւ Ղազախստանն ու Թուրքմենստանը շրջանցող նավթ են վաճառելու, եւ Ռուսաստանին եւ Ադրբեջանին։ Սա է ամբողջ էությունը, որ նավթի գործը կանգնացնում են, որ Ռուսաստանն է սկի, իրենք ստանում են այլընտրանքային երկրներից, ել չեմ ասում մնացած արաբական եւ աֆրիկյան երկրները, իմիջիայլոց Նամիբիան, որը տարին 10 միլիարդ եվրոյի նավթ ուղարկում Գերմանիա եւ մնացած երկրներ։ Այնպես որ մեկից հրաժարվելուց մյուսի գործը լավանում։ Հիմա արաբները հիացմունքի մեջ են, հա,
եւ ամեն ինչով։ Մի հատ լավ լուր կա, չնայած ես զարմանում եմ, որ այդ երկրները մինչեւ հիմա Հայաստան է տեղել են վիզա, Հայաստանը չեղարկել է վիզան Օմանի, Սաուդյան Արաբիայի, Բահրեյնի հետ։ Դա հոյակապ բան է, ողջունելի, որտեվ դա իշխանությանը չեն ողջունում, դա ընդհանուր ծրագիր է, որտեվ Սաուդյան Արաբիայի եւ Բահրեյնի եւ Օմանի տուրիստները ամենահարուստ տուրիստներն են։ Ամենահարուստ տուրիստներն են, նրանք պիտի գան, այո։ Բանում հետ պիտի վիզա լինի, բանի հետ Զիմբաբվեի, հա։ Անցնենք հաջորդ հարցը, մի հատ հարց եմ ուզում տալ, Ժորժ ջան, որը բավական երկար ժամանակ ինձ հետաքրքրում է։ Հարց, ո՞նց է լինում, որ հուսիտները կարողանում են այդքան ճշգրտությամբ խփել պետքալում, թե Ռիադին, պետքալում Բեն-Գուրիոնին, այսօր արդեն որորդ անգամ նա հաշվեց կորցել են, Բեն-Գուրիոնին են խփել։ Տեղեկություններ չկան, բայց Իսրայելի դրոշը իջեցվել է, որովհետև տերոր է եղել իբր թե այսօր էլ դրա համար։ Հարց, Բեն-Գուրիոնի օդանավակայանը Իսրայելի սիրտն է։ Մոտավորապես 1000 թե 1200 կիլոմետր հեռավորության վրա է գտնվում, եթե ոչ ավել։ Ժողովուրդ ջան, Ռուսաստանը 400 կիլոմետր խփում է, Կրեմենչուկի հիշում եք, որ խփեց Կրեմենչուկի պիտի զենքի գործանենք, խփեց մի կիլոմետր ենկոմ Տարկովի ցենտրին, առևտրի տանը 1000-ից ավելի մարդ մահացան։ Այն մարդ Ռուսաստանը աշխարհի լավագույն զենք արտադրող չի կարող 400-500 կիլոմետրի վրա այդքան ճշգրիտ խփի։ Ոնց է լինում, որ հուսիտները լինելով տերորիստ, նրանց նկարագրվում է տերորիստ, զենք չունեցող մարդիկ այդքան ճշգրիտ խփում։ Հեսա կասեն Իրանն է տալիս։ Իրանն է տալիս, թե Ամերիկան է տալիս, թե հենց ջհուդներն են տալիս բանակցությամբ, չէ՞ որ ջհուդները Իրանի հետ սկսել է վաղուց պաչիկ-պուչիկ է մինչև կռիվ սկսել է։ Այսինքն Իսրայելի կործանման ծրագիրը հենց գայս է Իսրայելից։ Վախի մթնոլորտը պատյասեք, դուք Բեն-Գուրիոնով թռնում եք։ Հիմա որևէ մեկի տրանզիտ առաջարկեն, թեկոս տրանզիտը ձրի Բեն-Գուրիոն, որևէ մեկը կթռնի, չէ։ Աշխարհի բոլոր մարդիկ է տեսան Բեն-Գուրիոնը 3 անգամ կրակվում, վերջ։ Ո՞վ է թռնում Բեն-Գուրիոնով։ Ո՞վ։ Ասվածյանի Երևանի Զվարթնոցին 3-4 անգամ հրթիռով խփեն։ Որևէ մեկը օդանավակայանով կթռնի, չէ, օդանավակայանով բոլորը ճաշ կքշեն։ Առանց էլ ցերեկվա ժամերին հատուկ մտածված ճանճ են քշում, որ իրիկունը իջնի բոլոր ռեյսները, դա իրանք տականք են, ցանկացած մարդու օրը կորցնում են, որ գիշերը իջացնեն եւ տրանսֆեր բան է, փողը շատ մնա իրանց, որտեւ գիշերը իջնողը ավելի էժանա, իսկ իրենք ցամար թքած է 12-ից հետո իջավ, իրենք նույն տոմսի գինն են ծախում, այս մասին խոսում։ Հիմա իմ համար շատ կարևոր է ոնց է կարողանում խփի թե Ռիադին, թե Բեն-Գուրիոնին։ Սա իսկականից ֆինանսավորվում է հենց թեկուզ ջհուդների կողմից Ամերիկայի եւ այլն։ Ուրիշ բան չունեմ ասելու սա։ Սա շատ կարևոր է, ելի եմ կրկնում։ Շատ։ Ուզում եմ ասել նաև, որ վրացիների հանդեպ է հասունանում եվրոպական եւ արևմտյան սանկցիաները, քանի որ Վրաստանի բանկերը սանկցիան հանել են ռուսներից, ռուսները կարող են վրացական բանկի միջոցով օգտվել աշխարհի բոլոր տեղերից, բրենդային ապրանքներ առնել, թանկ փող փոխանցել եւ այլն։ Հասկանում եք, չէ՞, սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ Վրաստանը բաց աջակցում է Ռուսաստանին, որը փագա բանկերի ակցիաների եւ մյուսների գործում։ Հիմա վրացիների հաջորդ հարվածը նույն ֆոնի վրա Լիտվան փագել ընդհանրապես վրացիներին զրկում է հատկապես կառավարությանը վիզաներից, սկսած դեսպաններից, դիվանագետներից եւ մյուսներից։ Իմիջիալոց դա նույնը արել էր Էստոնիան։ Հիմա վրացիների նույնս հարցը, հա, ինչ ոնց է լուծվելու։ Վրաստանը գնում է պատերազմի թե չէ, միանշանակ։ Վրաստանի ներքին քանդում է սպասում, ասել եմ, չէ, ով հայի դեմ աշխատում է, նրա մոտ ահա որ ծանր բաներ է լինելու։ Վրաստանը գնում է ներքին կործան Ժողովուրդ ջան։ Այս է վկայում նաև այսօր էլ էս Հայաստանի Նիկոլական այս խփնված Մորուքով Պապոյան ասում է, հլանը դուք սրան նայեք, էլի Վրաստանի հետ կապված, ասում է, ես չեմ ուզում գնամ Վրաստան կոնյակի համար, որպեսզի կրքեր բան չանենք, դու ասա, կրքեր չբորբոքենք, մենք ինտերնետով, Zoom-ով, WhatsApp-ով հարցեր ենք լուծում։ Այ մարդ, սենց է բանը լինի, ներքին քաղաքականությունը գործից անեք WhatsApp-ով, վրացիների հետ էլ եք WhatsApp-ով արտաքին քաղաքականություն վարում։ Վայ WhatsApp են ձեզ ու ձեր ընտանիքներին, ոնց եք Հայաստանի Հանրապետության հարցը WhatsApp-ով լուծում, հա?
Չեք էլ բանանում, չունեք այդ բանը, որ ձեր հեռախոսը գողացածը ձեր համար փնթի ոչիլներ թանգա, Վրաստան զանգեք ռոմինգով կոնկրետ խոսակ, WhatsApp պետք լինի, այսինքն այդ վրացի պաշտոնյան, որ դուրս եղավ մարդես, ինտերնետ չեղավ, դու հետը չես խոսալու։ Մա ես որ գնամ կրքերը կբորբոքվի, բայց ինչի պիտի գնաս կրքերը բորբոքվի, գնա որպես Հայաստանի ներկայացուցիչ, այ գոմիկ տերերի տպես գնա Հայաստանի ներկայացուցիչ կանգնի հայ կոմունիկագործների թիկունքին։ Ասում ես որ գնամ կբորբոքվի, ինչը պետք է բորբոքվի։ Ուրեմն ընդ եսիմ ինչա կատարվում որ գնալու եք բորբոքվի։ Պուտինի ու Լավրովի հրամանով դուք էլ Հայաստանի տնտեսությունը հատուկ բան եք անում, թալան եք անում, 5 րոպե մեկ է ստիծնդե ֆռռում եք բոլորիդ շրջակայությունները։ Նիկոլի թիմի շրջակայությունները որ գումարենք իրար, Հայաստանի Հանրապետության 3 նախագաների նրանց թիմերի շրջագայությունից 45 անգամ ավել է, որին երբ նայում ես շրջագայությանը, երբ նայում ես բանը այցով պաշտոնական այցով գտնվում է Վիետնամում, Վիետնամում ում եք ինչ տալիս որ գնում եք, պաշտոնական այցով գտնվում է Կրետե կղզի, Հունաստանեսի, ուրիշ տեղ չկա, Մյուս հանդիպում գումարովին պաշտոնական այցով Գերմանիայի ուղարկում բանը արտաքին հետախուզության պետին, որ 5 վայրկյանը մեկ նկարում ոչ պատի տակ է կանգնած, որ բռնեն այդ պատի տակ հարցը լուծեն, իրան ոչ մեկ չէր լուծի հարցը այնքան գեշա, ուղղակի գնդակ արեն, ու լեր որ Հայաստանի արտաքին հետախուզության պետին հերոսաբար մի հատ մեդալ կտար Նիկոլը, գնդակը հարեցին Գերմանիայի ինչ քաղաքի պատի տակ, հա, թե ցելով էր եկե որ թուրքերը բռնեն տանեն պարկասնեն սեղանին։ 5 վայրկյանը մեկ նկարում գցում էր այ մարդ։ Նայում էր 3 վայրկյան առաջ նկարվեք գցել է, այս ինչ քաղաք, այս ինչ եկեղեցու մոտ։ Էդի Հայաստանի արտաքին հետախուզության պետն է ժողովուրդ ջան։ Ոնց որ M6-ի Անգլիայի պետը, ոնց որ Պենտագոնի ղեկավարը, ոնց որ Մոսադի ղեկավարը։ Ես չգիտեմ։ Ոնց որ Նարիշկինը Ռուսաստանի։ Սրանց բոլորի վերջն է, եթե վերջը չլինի, իրենք բոլորն է հասկանում են, որ վերջն է, սենց լկտի չեն պայ հարգելիներս։ Սա վերջի հետևանքն է, որ լկտի են բոլորը պահում։ Իմիջիալոց ասեմ ձեզ, որ ոչ միայն իրենց վերջը, նաև տարածաշրջանի բոլոր հինը փոխվելու է նոր աշխարհակարգում։ Ալիևն էլ է գնալու, Ալիևին շատ հարցեր կա, նավթի գինը ընկնում է, բայց ինքը բյուջեից էլի բանը դրսից պարտքա վերցնում 10 օքարի։ Լավ գործ են, չէ՞ լրացրած, Սոքյարը պետական ընկերություն է, հաստատում են իբր պետականա դրա համար ինքը բան անում, Ալիևը հելնում ասում է 35 տարի վնասով աշխատե, 7 միլիարդ պետք է տանք որ դզվի, 7 միլիարդ տալիս էլ էլի փողը քիչ անում։ Բնականաբար մեջ էլի փայն, հանում է մի հատ էլ է 2 միլիարդ տալիս, մի հատ էլ էլի պիտի տա, ասում է նավթ ընկավ, պետք է Սոքյարը չսկի։ Նույն իրավիճակն է։ Այնպես որ ցանկացած երկրում նստած այս փչած դիկտատորների վերջը գալու է, այդ թվում նաև Վրաստանի եւ մյուս տեղերի։ Իսկ Վրաստանը խեղդելու է քաղաքացիական պատերազմը բաժանվելուց հետո։ Այսքանով ավարտում եմ այսօրվա հաղորդումը, հարգելիներս, եղեք միշտ տեղեկացված ու եղեք հայ։ Ով որ դիմում է դրսի հայերին, փորձեք դիմել ճիշտ, ոչ թե դրսի 10 միլիոն հայ։ Ով ասե դուրսը 10 միլիոն կա։ Այսինքն այն 35 միլիոնին անտեսում եք, հա։ Ով ասե որ դուրսը 10 միլիոն կա, որտեղից ես վերցել, Նիկոլ Պապատա ասե, մեկ ասում է 7 միլիոն հայերին, մեկ ասում է 5 միլիոն։ Նախ դիմելուց մի դիմեք 10 միլիոն, այսինքն 10-ը ձեր նման փնթի են, մնացածը լավն է։ Դուք որ դիմում եք։ Նկատի ունեմ Հայաստանի կառավարության բոլոր անդամներին, թե հին թե նոր։ Այնպես որ եթե ուզում եք հայերին դիմեք բոլոր 45 միլիոն հայերին, եթե կարաք այդքան բարձրաձայն եք։ Որտեվ դուք ռուսի թուրքի հրաման եք անում 5 միլիոն հայերին, 6 միլիոն հայերին քչացրեք ավելի, 2 միլիոն աշխարհը բոլորը շատանում են, հայերը քչանում են մենակ։ Իսկ ով որ հայ է ժողովուրդ ջան, նա չի ծախում իր հայրենիքը։ Հայի մեջ հայի մասնիկը կա, նա փողի դիմաց հայրենիք չի ծախում։ Դրա համար մեր հերոսները դարերով մնալու են։ Ով որ սենց էժան, վաշխառու, դեղ ծախող, հայ ծախող, օրգան ծախող, աղջիկ ծախող, տղա ծախող բռնաբարներ են, սրանք անհետ կորելու են։ Ու շատ շուտով մարդիկ կան չեն վայելու դու։ Այսքանով ավարտում եմ հաղորդումը։ Հիշեք, հայը նա է, ու մեջ Աստծո լույսը կա։ Ով որ գնում է փողին, Աստծո լույսը մեջը մարում է։
Դրա համար Աստված թող արժանին պատժի հայ ազգի ներքին ու արտաքին թշնամիներին, Աստված թող արժանին պատժի ամալեկների թշնամիներին։ Հաջորդ տարին Արցախում, Նախիջևանում, Գանձակում, Բագարանում, հաջորդ տարի Մուշում, Վանում, Սասունում, Բաբերթում, Կարինում, Կիլիկիայում, Անգորայում եւ Պորսում։ Ամեն։